Այնա, որ քրեական գործ է հարուցվել սոցապի դեմ, ես ճանաչվել եմ որպես դժոխք կողմ, որովհետև ես իմ պահանջը այսօր առաջինն էր, ասում եմ, լավ, ախր, եթե ես օրենք եմ խախտել, հիմա բերել եք ինձ տանում եք բաժին, խնդիր չկա, լավ, բերանս կարած, աշկերտս կարած, դա օրենքի խախտում եք համարում, ախպեր ջան, պատժեք նաև նրան, ով ստիպե բերե հասել է ինձ այս իրավիճակում։ Կներես մի հատ նորից էլ ասած, ու այսօր ինչ ակցիա ես արել, արամ։ Բերանս եւ աշկերտս կարած հացադուլի մեջ եմ եղել։ Արամ Որտեւ արդեն ելանելի վիճակը բան է, առավոտ ես չգիտեմ ուր եմ գնալու։ Բայց դու ինձ չէիր զանգել։ Ես քեզի ուղարկել էի WhatsApp-ին, բան եմ ուղարկել։ Չմինչև այդ գոնե զանգ արած լինեիր, որ մենք էլ տեղյակ լինեինք քո եթերից։ Շատ կարճ է, Վանի ջան, որովհետև գիտեի, դա շատ կարճ է տևելու, որովհետև ոստիկանությունը շատ արագ արձագանքեց, ճիշտ է, լրիվ սենց 10 ձեռքով սենց ասած իմ կողմից էին, հենց ոստիկանները կոնկրետ ասում, չեմ կարող անուն ասեմ, չգիտեմ ով է, գնդապետեր եկավ, իմացավ խնդիրը, արագացած զանգեց նախարարություն, ցենը գցել էր գլուխը ամբողջ հրապարակով մեկ իր ձերներս ինչ եք անում մարդկանց գլուխը, արա օրենքով 30 օրյա ժամկետում պետք է պատասխան տայեք այս մարդուն, մերժեիք, հիմնավորեիք, մերժեիք։ Բայց եթե մերժելու հիմք չկա, մի փաստաթղթով դուք համարել եք, որ 50,000-ների դեպքում դուք համարել եք, որ տվյալ երեխան գտնվում Հայաստանի Հանրապետությունում, հիմա մեկնաբանում եք, իբր մենք տեղեկություն չեք ստացել մաքսայինից, չգիտենք երեխան երկրում է թե չէ։ Դուք հիմար չեք, դուք մեկով ընդունել եք ձեր սխալը, որ երեխան երկրում է, մենք 6 ամիս չի բացակայի երկրից, մենք ընդունում ենք այդ սխալը, հրահանգ է տրվել այդ 50,000-ը վերականգնել, բայց 31,600-ների դեպքում ոնց այդ նույն երեխու մասին է խոսքը, ոնց եղավ այն դեպքում երեխան երկրում էր, այս դեպքում չէ։ Ու Պավլիկն էլ որ միշտ գո եթերում լինում է, ինքն էլ էր եթերի մեջ, ընդեք այդ մի քանի հիմարներ տրամադրված բաներ էին գրում, ես գցում էի չորնի Պավլիկ ընդից մեկնաբանում էր իրենց պատասխանում ու հիմարներ նման բաներ եւ չի կարելի գրել եւ այլն, դա տևեց մոտ երևի թե 1 ժամի չափ։ 1 ժամ քանի րոպե ու 140 քանի մարդ կար էֆիրի մեջ ու ոստիկանությունը մոտեցավ ինձ կամ գնում ես կամ բաժին, ասեմ ես չեմ դադարեցնելու, մինչև հարցից լուծում չտրվի։ Բաժին խնդրեմ, որ մեքենան եմ նստում, գնացինք բաժին։ Ու այդ ամեն ինչն եղել է եթերի մեջ, մինչև մեքենա նստել է։ Մեքենա նստել ու եթերն անջատել։ Հիմա ես ուրախ եմ այնքանով, որ գոնե եթե ես իմ արարքեմ պատիժ եմ ստանում, տվյալ մարդը, տվյալ աշխատակիցը, որը որ նման մեկնաբանություններ էր տալի, չգիտեմ, երեխան երկրում է կամ էս կամ այն, ինքն էլ պետք է պատիժ կրի իր արարքի